Եթե դուք ականատեսնեք ոչ սովորական իրադարձության, ապա միացրեք ձեր տեսախցիկը։ Արդեն մի քանի օր է կոչ է անում Ամեկ+-ի կայքը։ Միացրեք, լուսանկարեք կամ տեսանկարահանեք ձեր տեսածը եւ ինքներդ տեղադրեք ձեր ստեղծագործությունը Ամեկ+-ի նոր քո աչքերով նախագծի բաժնում։ Ամեն ինչ շատ պարզ է։ Պատմեք ձեր տեսածը, ցուցադրեք ձեր տեսածը եւ Ամեկ+-ի հազարավոր այցելուներ կդիտեն ձեր տեսանյութը։ Սա քաղաքացիական լրագրություն է, լրատվություն առանց միջնորդի։ Օպերայի մոտ օրերս տեղի ունեցած ավտովթարը Մարինե անունով այցելուն նկարահանել էր իր հեռախոսի խցիկով ու տեղադրել Ամեկ+.am կայքի քո աչքերով նախագծի հատուկ բաժնում։ Վթարված մեքենան առանց պետհամարանիշի էր ու հենց դա էր գրավել Մարինեի ուշադրությունը։ Ինչն է հետաքրքիր ու կարևոր ձեզ համար, քո աչքերով աշխարհում խիստ տարածված iReport ծառայությունն է, որը հնարավորություն է տալիս ցանկացած քաղաքացու տարածել իր նկարածն ու նկատածը լրատվական հայտնի կայքերի միջոցով։ Այլ կերպ սա կոչվում է քաղաքացիական լրագրություն, երբ ամեն քաղաքացի լրագրող է։ Ամեկ+-ի այս էջը հատուկ ձեզ համար է, ասվում է այս էջում։ Այն ձեզ հնարավորություն է տալիս մասնակից դառնալ նորությունների ստեղծմանն ու տարածմանը։ Դուք կարող եք նկարահանել ամեն ինչ, ինչը կհետաքրքրի նաև լայն հանրությանը։ Ամեկ+-ի կայքի այս բաժնից օգտվելն իրոք հեշտ է։ Մինչ կայք մտնելը, սակայն պետք է նախ նկարել որևէ հետաքրքիր տեսանյութ կամ լուսանկար։ Անենք այդ քայլերը միասին։ Ահա ինչ-որ մեկը ծառին հագցրել է սիգարետի դատարկ տուփ, որը կարող է գուցե դառնալ հետաքրքիր լուսանկար։ Ես լուսանկարում եմ այն տարբեր կողմերից։ Այնուհետև լուսանկարը փոխանցում իմ համակարգիչ, որից հետո արդեն հետևում կայքի հրահանգներին։ Լուսանկարը բեռնելու համար անհրաժեշտ է։ Իդեպ տեսանյութը կամ լուսանկարը կայքում տեղադրելով դուք կմասնակցեք նաև ամենամսյա մրցույթի։ Անցկացվում մրցույթ եւ ամեն ամիս կորոշվի լավագույն տեսանյութի եւ լուսանկարի հաղթողը։ Որոշումը կկայացնի մասնակիցներից բարձրացած խորհուրդը։ Ամեկ+-ի լրատվական ծառայության խմբագրի հետ հարցազրույցը ես նույնպես տեսանկարեցի իմ հեռախոսի խցիկով։ Իհարկե որակն այնպիսին չէ, ինչպիսին կլիներ պրոֆեսիոնալ խցիկով նկարելիս, բայց լրագրության այս տեսակի համար միանգամայն բավարար է։ Չէ՞ որ փողոցում քայլելիս բոլորս չենք կրում պրոֆեսիոնալ տեսախցիկ։ Այս դեպքում ավելի կարևոր է հետաքրքիր կամ կարևոր դրվագը բաց չթողնելը։ Նկարեք ինչով կարող եք, կարևորը անտարբեր մի եղեք ձեր շուրջը կատարվողի նկատմամբ։ Բոլոր նրանք, ովքեր ունեն լուսանկարչական ապարատ, տեսախցիկ, նույնիսկ լուսանկարահանող սարքով բջջային հեռախոս կարող են դառնալ այս էջի այցելուն եւ ստեղծողը։ Սակայն Կարինեն նշում է, որ ոչ բոլոր տեսանյութերն ու լուսանկարները կարող են այստեղ տեղ գտնել։ Պետք է ուղարկել ինտերնետից բեռնված լուսանկարներ, ինչպես նաև ծաղրանկարներ։ Ցանկալի է, որպեսզի լուսանկարները լինեն իրադարձային։ Ու չնայած այս հանգամանքին Ամեկ+-ի կայքում ընդամենը մեկ շաբաթում հավաքվել են բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր։ Մեկը նկարել է իր շանը, մյուսը հավերժացրել է փողոցային երաժշտին։ Այստեղ է արդեն նաև մեր սիգարետի տուփը, որը գուցեև ինձ մրցանակ կպարգևի։ Ինչ վերաբերում է մրցանակներին, ապա դրանք կլինեն թե դրամական տեսքով, թե նվերների։ Մարտ ամսին զինադադար կնքվեց հայաստանցի մի քանի հարյուր դպրոցականների ծնողների եւ համակարգիչների միջև։ Համակարգիչը հանկարծ դարձավ օգտակար եւ նույնիսկ ցանկալի գործիք շատ աշակերտների համար, օգնելով նրանց մասնակցել առաջին օնլայն օլիմպիադային։ Կրթահամալիրը, որտեղ անցկացվում է օլիմպիադան, ինտերնետի հետ ընկերություն է անում արդեն վաղուց։ Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կայքի մասին կարելի է երկար խոսել։ Կրթահամալիր ինտերնետ կապերի մասին առավել ևս։ Այնպես որ այդ մասին կխոսենք մեկ այլ կրթական առիթով, իսկ այս անգամ կպատմենք միայն մեկ միջոցառման մասին, որը մարտ ամսվա ընթացքում աշխուժություն էր մցրել հանրապետության բազմաթիվ դպրոցականների առօրյայում։ Օնլայն օլիմպիադա, ինչպես է դա հնարավոր։ Հենց այդպես։ Առաջադրանքներ 1-ից 11-րդ դասարանցիների համար գրեթե բոլոր առարկաներից, ինչպես նաև անգլերեն, վրացերեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն լեզուներից։ 1-ից 4-րդ դասարանցիները մասնակցում են Ռոդարիական օլիմպիկին, որտեղ առավելապես ստեղծագործական աշխատանք է պահանջվում։ Կրթահամալիրում նման ծավալուն ինտերնետային նախագծեր համակարգելու սովոր են ոչ միայն մեծերը, այլև առաջին հերթին սովորողները։ Այս օլիմպիադայի ընթացքում էլ գլխավոր դերում երեխաներն են։
Ծիրանուշն ու Թադևոսը հանրապետության մյուս սովորողների պես պաշտոնապես գտնվում են գարնանային արձակուրդում, իսկ իրականում նրանք ամեն օր դպրոցում են, ամեն օր կատարելով իրենց պարտականությունները։ Արդեն 2 ամիս է, որ մենք աշխատում ենք Օլիմպիադայի համար, Օլիմպիադան բաց է բոլորի համար, մասնակցում են տարբեր երկրներից, 29 լեզվով է, 50 առաջադրանքներ, եւ ով ցանկանում է մասնակցում է, էլեկտրոնային է, տանից են կատարում աշխատանքները, դրանով տարբերվում է այլ օլիմպիադաներից։ Կայքում ներկայացված է ամեն ինչ, խիստ մանրամասն, բացում ենք կայքը, լրացնում ենք հայտը, դառնալով Օլիմպիադայի մասնակից։ Ստանում ենք հանձնարարություններ, կատարում ենք դրանք, ուղարկում եւ սպասում պատասխանի։ Այս պահին արդեն 750 գրանցված մասնակից ունի Օլիմպիադան, ոչ միայն Հայաստանից։ Երկրներից ասեմ, Բեյրութից, Ֆրանսիայից շատ հայտեր ունենք, բայց քանի որ նոր է դա Հայաստանում եւ նոր ենք մենք սկսել այս աշխատանքը կատարել, հիմա որ տարին 4 անգամ կլինի արդեն, ավելի շատ հայտեր կստանանք, բայց հայտերը ստանում ենք շատ Գյումրիից, Գորիսից, այդ կողմից նաև Հայաստանի շրջանում բոլորը մասնակցում են դպրոցները։ Առաջադրանքները երեխաները կարող են կատարել ցանկացած վայրում, դպրոցում թե տանը, որտեղ կա համակարգիչ։ Ծնողների մասնակցությունը խրախուսվում է տեխնիկական աջակցության տեսքով, քանի որ հանձնարարությունները պահանջում են ոչ միայն տեսական գիտելիքներ ու ստեղծագործ մոտեցում, այլև համակարգչային ծրագրերի ու տեխնիկական միջոցների գործածում, տեսախցիկներ եւ այլն։ Շատ կատարված աշխատանքներ արդեն տեղադրված են կրթահամալիրի կայքում։ Բոլոր օլիմպիական աշխատանքները կթարգմանվեն Օլիմպիադայի 8 լեզուներով ու կտեղադրվեն Օլիմպիկ բազմալեզու ինտերնետային ամսագրում։ Գարնանային Օլիմպիադան կամփոփվի ապրիլի 1-ին, երբ հայտնի կդառնան բոլոր մրցանակակիրները։ Մրցանակներ լինելու են եւ ով որ ցանկանում է նրանց հովանավորել, նրանց տրամադրել տոմս 20,000 դրամ է եւ արդեն ունենք հովանավորներ։ Կրթական հաջորդ օնլայն Օլիմպիադան կլինի արդեն ամռանը։ Սպասեք։